Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին։ Բարև ձեզ, պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Կիվիրյան, սկսենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ծավալվող զարգացումներից, այսօր հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է, թեպետ սա բոլորից համար էլ սպասելի սցենար էր, դեռ նրա ընտրության ժամանակ էին խոսում, որ նման բան տեղի կունենա, սակայն ըստ ինչու իշխանությունը հենց հիմա գնաց սրան, այս փուլում սա ինչ է տալու Նիկոլ Փաշինյանին։ Դե նայեք, Նիկոլի Հայաստանում իր հակառակորդներին փաստացի կամ գնդակահարում են կամ նստացնում են։ Թե որ պահին դա կլներ, դա ասենք մեծ նշանակություն չունի։ Փաստը նա էր, որ ինչպես եւ կանխատեսում ենք, սա հավանաբար ունենալու էր նման ավարտ։ Ընդ որում հենց որ հիշում եք Գյումրի ընտրություններից հետո ինչ որ խմբակներ հայտարարում էին, որ նման ընտրությունները կկարողանան տարածել ողջ Հայաստանի վրա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ես բազմաթիվ եթերներում բացատրում եմ, որ սիրելի երեխաներ մի խափնվի։ Իշխանությունը, Նիկոլի իշխանությունը ու ցանկացած բռնապետական նմանատիպ իշխանություն ունի 1000-ի մեթոդ, այսպես ասած անգամ ընտրվելու դեպքում իր հակառակորդի տեղական ինքնակառավարման, ուրեմն տեղական ընտրությունների ժամանակ ընտրվելուց հետո հաշվեհարդար տեսնելու։ Բազմաթիվ նման օրինակներ տեսել ենք այս տարիներին։ Այո, մենք տեսել ենք բազմաթիվ նման օրինակներ ու դեռ շատ կտեսնենք։ Սա փաստ է, սակայն ցավոք մի շարք անձիկ տառապում էին այդ մտքով եւ ամիսներ շարունակ հայկական քաղաքական դաշտում գեներացնում էին այդ միտքը։ Սա, այսպես ասած, սառը ցնցուղ թող լինի իրանց գլխին, հասկանալու համար, թե ինչքան մանկամիտ էին իրենց քաղաքական, այսպես ասած, կանխատեսումները։ Նայեք, Նիկոլը կարող էր, ասենք, ինչ ձևերով կանխել Վարդան Ղուկասյանի ընդհանրապես ընտրվելը, բայց ինչի մի անգամից կանխես։ Պետք է կարաս նաև որոշ ժամանակ խաղաց ժողովրդավարություն, որ նայեք, եթե մենք բռնապետ լինենք, կկանխենք, չէ։ Եթե չենք կանխում, այո, չէր կարողանա հաղթել։ Եթե չենք անում, ուրեմն մենք բռնապետ չենք, ճիշտ է։ Բայց դա որևէ առումով իրանց չի խանգարում, որ իրենց հակառակորդները կամ գնդակահարվեն, ինչպես ես նշեցի, կամ նստեն։ Եվ այս սցենարները դեռ երկար կրկնվելու են, մինչև որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հասկանան Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող տակտիկան։ Օրինակ դու կարաս տարբեր տակտիկաներ կիրառել, դու կարաս գլխանց մի անգամից կոշտ ձևով կանխել, բայց եթե դա քեզ ուղղակի չի սպառնում, այսպես ասած, թող խաղան էլի։ Իսկ հիմա սա Նիկոլ Փաշինյանին ինչ է տալու Վարդան Ղուկասյանի մեկուսացումը։ Նայեք, այստեղ Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես եկեք մի բան էլ հստակ ես ներկայացեմ, ինչ որ շատերը չեն հասկանում։ Շատերը մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այս ռեպրեսիաների այն պատճառով, որ ինքը թույլ է։ Հակառակը իշխանությունը գնում է ռեպրեսիաների այն ժամանակ, հենց որ ինքը ուժեղ է։ Նախահարցակ է լինում։ Չէ, ինքը ցույց է տալիս, որ ինչ ուզենա կանի։ Այսինքն որևէ արգելակ հենց որ չի աշխատում։ Օրինակ, նայեք, լավ, ասես մի հատ ամենատիպիկ օրինակը բերեմ։ Ստալինը երբ գնաց ռեպրեսիաների, 20-ական, 30-ականներին ինքը դեռ թույլ էր։ Ինքը գնաց ռեպրեսիաների 26-27-ից հետո, հենց որ արդեն ուժեղ էր։ Լրիվ կարելի ասել, կարողացել էր հաստատել բավականին, այսպես ասած, արդյունավետ պինդ իշխանություն։ Հիմա նույնը ցանկացած իշխանության պարագայում։ Շատերը մտածում են, որ իշխանությունը գնում է նման ռեպրեսիաների, հենց որ ինքը շատ թույլ է։ Հակառակը ինքը Նիկոլ Փաշինյանը այս ռեպրեսիաներով ինքը ինչ մեսիջ է ուղարկում։ Ինքը թիմին ցույց է տալիս, որ նայեք մենք ինչքան ուժեղ ենք մեկ, երկրորդը ինքը բոլոր կողմերին ցույց է տալիս, որ մենք չենք զիջելու իշխանությունը։ Որովհետև հենց որ քո մոտ կա ինչ որ, գիտեք ոնց է, վտանգ կամ ինչ որ անհանգստություն, որ դու կարող ես զրկվել, դու փորձում ես ինչ որ առումով ժողովրդավար երևալ, որ նույնը ասես նայեք, նույն ձևով վերաբերվեք մեզ։ Իսկ հենց որ իշխանությունը էլ նման որևէ ցանկություն չունի, ինքը ցույց է տալիս, որ ես պետք լինի մարդել կուտեմ, որովհետև ես շատ ուժեղ եմ։ Դուք ցանկացած դեպքում չեք կարող ինձ զրկել իշխանությունից։
Հենց սրանով է նաև պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս քայլերը։ Իսկ կոնկրետ Վարդան Ղուկասյանի առումով, գիտեք, սա սպասելի էր։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը ուրեմն անում է ու իր թիմակիցները բազմաթիվ հայտարարություններ, որ ընդ որում քաղաքական, այսպես ասած, լեքսիկոնից դուրս ազգային ժողովի այնտեղից հայտարարեց, որ դուրս պետք է շփրտվի քաղաքական։ Դա սա արդեն, սա գիտեք, սա արդեն Վարդան Ղուկասյանի առումով կարելի ասել դատավճիռ էր։ Դա կայացված դատավճիռ էր։ Պարզ չի, որ դրանից հետո Վարդան Ղուկասյանը պետք է ձերբակալվեր, պետք է, այսպես ասած, մեկուսացվեր եւ հետո էլ հասցվի մեղադրական դատավճռի։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը վաղը, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը տապալվի, հավանաբար դուք չեք գտնի մարդիկ, որոնք հայտարարեն, որ չնայած կարող է եւ լինեն, բայց որ ուղակի ցուցում է եղել։ Նմանատիպ ռեպրեսիաներ հայկական իրականության մեջ համակարգերը ասենց ամեն բառը արդեն մեսիջի պես հասկանում են։ Հենց որ նորից եմ ասում, ազգային ժողովում այդ ելույթից հետո իրավապահ համակարգը շարք կանգնած սպասում էր կատարել։ Պետք չի որ իրեն, ասենք մեսիջերով ինչ որ ցուցում տային իրանց վերադասին։ Արդեն ուղերձը ստացել էին։ Բռնապետական երկրներում նման մեթոդով են, այսպես ասած, ուղերձները տեղ հասնում։ Հա։ Դե հայտնի խոսք է, չէ՞ որ ասում է ուղի խոսքը էշին են ասում։ Այսինքն այսքանը լիովին բավարար է։ Նայ, եթե ուղի այդ նման մեսիջը տեղ չհասնի, հավատացեք, որ 2 օր հետո այս իրավապահ համակարգի ղեկավարությանը կփոխեն։ Մինչև որ հայտնվի նա, որը մի անգամից հասկանում է։ Եվ տեսնում եք, արդեն հայտնվել են նրանք, ովքեր մի անգամից ընկալում հասկանում են այս մեսիջները։ Թե ինչ պետք է անել, ոնց պետք է շարժվել, ինչ արագությամբ վազել ձերբակալելու ու մեկուսացնելու այս կամ այն անձին։ Պարոն Կիվիրյան, դուք երեք կիսվել եք այն տեսանյութով, որտեղ Վարդան Ղուկասյանը 2018 թվականին Սերժ Սարգսյանին էր մերժում եւ սլաքները 3-րդ նախագահի ուղղությամբ էիք ուղղել։ Նաեւ հիշում եմ, որ Միքայել Սրբազանի դատավճիռը հրապարակելու օրը դուք ուշադրություն եք հրավիրել այն բանին, որ հերթով դատվում են այն գործիչները, որոնք Սերժ Սարգսյանի հետ խնդիր են ունեցել։ Ձեր գնահատմամբ այս իրողությունը ինչի մասին է վկայում եւ արդյոք Սերժ Սարգսյանը նման մեծ ազդեցություն ունի այսօրվա իշխանության վրա, որ նրա հետ խնդիր ունեցող մարդիկ նման ճակատագրի են արժանանում։ Նայեք, սա կարելի ասել այս գործընթացը սկսվեց Մանվել Գրիգորյանից։ Հենց որ ուրեմն ես շատ լավ հիշում եմ, ընկերներով նստած էինք եւ ուրեմն այդ կադրերն էինք նայում, հենց որ Մանվել Գրիգորյանը կարծեմ ծիծեռնակաբերդում էր, այսպես ասած արեց հայտարարություն, որ հանրապետականից ինքը ձերբազատվում է, ես այդ ժամանակ ընկերներս ասի, այս մարդը իր, այսպես ասած, դատավճիռը կայացրեց։ Եթե մենք ուշադիր նայում ենք այս տարիների ընթացքում, իրեք նման պատահականություններ, այսպես ասած, չեն լինում քաղաքականության մեջ, որ խիստ պատահական ձևով դատվողների առաջնագծում հիմնականում հայտնվում են այն մարդիկ, ոչ թե քրեական գործերի առումով, Սերժ Սարգսյանի վրա կա, չէ, քրեական լիքը գործեր։ Բենզինի եւ այլն բարելիքի։ Ինչ որ լիքը քրեական գործեր կա, բայց այդ մարդը անգամ մի օր չի անցկացրել մեկուսանում այս 7 տարիների ընթացքում, այն պարագայում, հենց որ 18 թվականին ողջ հայ ժողովուրդը Սերժ էր մերժում։ Հասկանում եք։ Հայ ժողովուրդը չի մերժել Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան, չի մերժել Միքայել Աջապահյան, հասկանում եք, Վարդան Ղուկասյան, ինքը մերժել է մի հոգու, Սերժ Սարգսյանին, ու ցանկացած իշխանություն, եթե այսպես ասենք ժողովրդական լեզվով մաքուր ձևով եկել էր այդ ալիքի վրա, հենց այդ ժողովրդի մեսիջը պետք է կյանքի կոչեր առաջինը մեկուսացնելով Սերժ Սարգսյանին։ Աքսիոմա է։ Այդ մարդը մի օր չի նստել։ Այստեղ գումարեք նաև, որ բազմաթիվ քայլեր, ոնց որ սինխրոն ձևով են գնում, օրինակ նայեք, ուրեմն նախորդին Սերժի 2 կվադրոբեր հարձակվել էին News.am լրատվական կայքի վրա։ Այսօր ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը
հարձակվել էր News.am կայքի վրա։ Մի օր տարբերությամբ։ Սինխրոն գործելակերպ է նկատվում։ Այն ասում է պատահականությունն է, դե հիմա ես չեմ հավատում նման պատահականություններին։ Ես տարիներ առաջ, հենց որ 18 թվականից հետո ես տեսնում եմ այդ վարկագիծը, ես ասել եմ, քանի, այսպես ասած, Նիկոլը ունի Սերժի պես պահապան հրեշտակ, կարող է հանգիստ, այսպես ասած, հանգիստ քնել, այո, հանգիստ քնել։ Եվ մենք այսօրվա դրությամբ սա տեսնում ենք, որ խիստ պատահականությամբ, իբր խիստ պատահականությամբ, ճակերտավոր, դատվողները հիմնականը, ոչ թե նորից եմ ասում, այդ քրեական գործով գնացողները, մի ամիս նստողները, այլ բավականին երկար նստողները, ծանր հոդվածներով, այո, դա Սերժ Սարգսյանի ախոյաններն են, այսինքն այս երկուսը ոնց որ համատեղ ձևով դաշտը մաքրում են իրենց ընդհանուր ախոյաններից։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը, գիտեք ոնց է, 30 տարի այդ մարդը եղել է իշխանություն, տարբեր ձևերով, ուժային բոլոր կառույցների ղեկավար եղել է։ Եվ ով ծանոթ է ուժային կառույցների համակարգին, հասկանում է, որ նախարարը, որ հեռանում է, ինքը իր մարդիկ մնում են։ Ու այդ մարդկանց վրա առավել եւս Հայաստանի պես երկրում ինքը պահպանում է իր ազդեցությունը։ Դա կոչվում է մի քիչ կարող է, այսպես ասած, դա չի իրականում, բայց նման է խորքային պետություն հասկացողությանը։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի թիմը ումով է ձևավորվել։ Կամ նախկին հանրապետականներն են, կամ նախկին հանրապետականների երեխաներն են, կամ իրանց սիրեկան սիրուհիների երեխաներն են։ Հայք, Վայոց ձորի մարզպետ նշանակվում է մի երիտասարդ, ում հայրը եղել է, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը։ Հանրապետական падգամավոր է եղել վերջին ազգային ժողովում։ Դե ամեն ինչ է եղել։ Ամեն ինչ, Սերժի հիմնասյուներից մեկն է եղել Աշոտ Արսենյանը։ Իր տղան սկզբի Ջերմուկի քաղաքապետ, հետո Վայոց ձորի մարզպետ։ Ու ընդ որում, քանի որ քաղաքական փորձառություն չուներ, առաջից լրագրողների հարձակման պարագայում, որ հենց որ հարց են տալիս, չէ, ասում են խնդիր, ասում են ինչ խնդիր տիպը։ Ինչ խնդիր։ Մարդը անկեղծ ձևով մնում է ասի, որ պապաս համ Սերժի հետ է, համ Նիկոլի հետ է, ու այդտեղ չկա հակասություն։ Մոտավորապես դա էլ հասկացնում էր այս երիտասարդը։ Դե ընթացքում երևի այսպես ասած կփորձեն թրծել, որ նման անկեղծ պորտկումներ չունենա, բայց այս պորտկումը արդեն լիովին բավարար էր հասկանալու համար։ Ինչը ասենք Նիկոլ Փաշինյանը ուրիշ կադրեր չուներ։ Նայում ես ինչ որ երիտասարդ է, չէ՞, փողի ձատ ինչ կա տակ։ Ոչ ասենք պրոֆեսիոնալիզմ, չէ, ասենք նայում ես լրագրողների հետ անգամ շփումը։ Լրագրողներից փախնում էր։ Չգիտեր ոնց փախնի լրագրողներ։ Այսինքն այդ մարդը քաղաքական փորձառությունը 0 է։ Բա ինչի որ արժանիքի համար նշանակվել։ Հասկանալի չէ կարծես։ Դե թող համատեղ, այսպես ասած, Նիկոլն ու Սերժը բացահայտեն էլի։ Ուզում եմ անդրադառնանք նաև հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգացումներին։ Գիտեք, արդեն 3-րդ սրբազանն է կալանքի տակ վերցվել եւ միայն այսօր հայտնի հոգեվորականը Տեր Արամը վեհափառի կողմից կարգալույծ արվեց։ Ինչ եք կարծում, արդյոք սա ուշացած որոշում չէր եւ կիսում եք արդյոք այն պնդումները, որ սրանով հիմք են նախապատրաստում նաև վեհափառի ձերբակալության համար, քանի որ Արագածոտնի թեմի առաջնորդը վեհափառ Հայրապետի ազգականն էր, քրոջ որդին։ Դե ակնհայտ է, որ մոտիկանում են Գարեգին երկրորդի տներին, այսպես ժողովրդական լեզվով ասած, սա ակնհայտ է։ Թե ինչի հիմա կազմալույց արվեց ոչ թե մի շաբաթ առաջ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ սա եկեղեցու ներքին հարցն է, թե այնտեղ ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Բայց ուշացած չէր այնուամենայնիվ այս որոշումը։ Դե ես որպիսի հասկանամ ուշացած էր, թե ուշացած չէր, ես պետքա գոնե լսեմ, ասենք որոշում կայացնողի փաստարկները։ Ես այդ փաստարկները չեմ լսել։ Փաստարկներին ծանոթ չեմ, ոչ, դե պարզ է չի հրապարակայնացվել, բայց ներքին առումով էլ ծանոթ չեմ։ Իսկ քանի որ ես այդ փաստարկներին ծանոթ չեմ, որովհետև գիտեք ոնց է, նման որոշումներ երկու ձևով էլ կարաս մեկնաբանել։
Որովհետև կարող է իրանք հիմա ասենք բերեն այնպիսի փաստարկներ, թե ասենք որ մենք ուզում ենք վերջի վերջո, ասենք հիմա քրիստոնեական, չգիտեմ ինչ ելնելով խելքի գար, դարձի գար, հազար ու մի կարող արգումենտացիա բերվել։ Ես նաև չեմ բացառում, որ ընդամենը կարող եմ ենթադրել, որ ինչի էր այսպես ձգվում, որովհետև իրենք մինչև վերջ հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա ծայրահեղ քայլերի, ավելի ծայրահեղ քայլերի։ Վերջի վերջո, ասենք նայեք, Գարեկին երկրորդի համար, ասենք իհարկե Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, բայց ասենք բարեկամական արյուն չի, այստեղ արդեն բարեկամական արյունը, որ ուղիղ մոտիկանում են իրենց տներին։ Իսկ այս դեպքում էլ վեհապարը պետք է սպասի եւ որևէ կերպ չմիջամտի իրադարձություններին, ինչպես նախորդի եք նշել դուք։ Նայեք, ես ինչ եմ ասել։ Դուք շատ ճիշտ հիշացրիք, ես ասել եմ, որ եթե անգամ որևէ հստակ գործողություն իրենք չկատարեն, իրենք կհաղթեն, բայց իրենք կատարել են գործողություն։ Եվ սրանով է նաև պայմանավորված։ Վերջի ամսվա մեջ բացահայտվում է, որ փորձ է կատարվել լեզու գտնել։ Իսկ սա հենց գործողություն է։ Հենց որ ես ասում եի, ոչինչ պետք չի անել, առաջի պայմանը, որ պետք չի փորձել Նիկոլ Փաշինյանի հետ բան պայմանավորվել։ Դա լիովին անիմաստ բան է, ու դրանով դու ցույց ես տալիս քո թուլությունը։ Հենց որ դու այսքան քայլերից հետո փորձում ես Նիկոլի հետ լեզու գտնել, վերջ, էլ բրծում չունես։ Նիկոլը հասկանում է, որ դիմացին ուրեմն վախենում է, ուրեմն պետք է ատամները ավելի խփել։ Ճնշումը մեծացնել։ Այո։ Դուք կուլտուրական ձևով ավելի արտահայտվեցիք։ Հասկանում ես։ Իրանք այս սխալը կատարեցին։ Ես ընդ որում դա նոր չեմ բացատրել։ 7 տարի է ես տարբեր անձանց հրապարակային, ոչ հրապարակային բացատրում եմ, որ հարգելիներս երբեք մի փորձի Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ բան պայմանավորվել։ Օրինակ, ասված չանի, այդ սխալը անեն ուրեմն Սամվել Կարապետյանը ու իր թիմակիցները։ Վերջ բրծացեն։ Մուծվեն էլ, նստեն էլ, տակից դուրս չեն գա։ Հասկանում եք։ Հիմա հենց որ ես բացատրում եի, որ հայ առաքելական եկեղեցին ուղղակի էսենց իր բարձունքի վրա նստի, վերջի վերջո այն չինական ասացվածքի ձևով իր դեմով լողալով կանցնի Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների քաղաքական դիակները։ Սակայն այս մարդիկ արեցին այդ սխալը, փորձեցին լեզու գտնել։ Հարգելիներս Նիկոլ Փաշինյանի հետ մի փորձի լեզու գտնել։ Հենց որ ինքը դա տեսնում է, հիմա նայ, ասենք պատկերացրա արյուծը որս է անում։ Մեկ էլ նապաստակը գալիս փորձում է բանակցել, որ ասում է, գիտես, 3 հատին մի կեր, մի հատին կեր ցակերից։ Շո, ուրեմն դու հանձնվեցիր ամբողջ քո ցեղով նրա կմահաճույքին։ Որտեղ նա հասկանում է, որ եթե դու ինչ որ ուժ ունես, դու չես գա բանակցելու։ Եվ ամենակարևորը այդ մարդը չի պահում պայմանավորվածությունները։ Դե դա արդեն երկրորդ մասն է։ Դրա մասին հա այնքան ենք խոսել, էլ չեմ ուզում կրկնել, որ այո Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը ընդունակ է բանակցային առումով որևէ պայմանավորվածություն պահել։ Դրա համար լիովին անիմաստ է փորձել Նիկոլ Փաշինյանի հետ ժողովրդական լեզվով ասած լեզու գտնել։ Պարոն Կիվիրյան, այսօր Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2-ի փոխարեն դառնալով 1.5 տարի, եւ այս որոշումը սկզբնապես պետք է ամառվանից ուժի մեջ մտներ, բայց 6 ամիս ավելի շուտ սա տեղի կունենա։ Սրանից ու հատկապես վերջին օրերի զարգացումներից հետո փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Անձամբ որքանով է կիսում այս տեսակետը եւ ինչ կստանա Նիկոլ Փաշինյանը, եթե արտահերթի գնա այնուամենայնիվ։ Դա իր համար սխալ կլինի այն առումով, որ գնայեք, ընդհանրապես դու արտահերթ ընտրությունների գնում ես, եթե դրանով դու ընդունում ես, որ առկա են խնդիրներ։ Եթե ինքը օրինակ 2021 թվականին դե ակնհայտ էր, որ առկա են խնդիրներ եւ ինքն էլ համաձայնվեց գնալ արտահերթ ընտրությունների։ Ցանկացած իշխանություն, ուրեմն եթե ինքը գնում է արտահերթ ընտրությունների, այսինքն օրենքով սահմանված ժամկետից շուտ ինչ-որ գործողություն է անում, ինքը մեխանիկորեն ցույց է տալիս, որ երկրում առկա են խնդիրներ։
Սա մի դեպքում կարա լինել, քանի որ ներսում չկա, ուրեմն դա պայմանավորված է արտաքին հարցերով։ Այսօրվա դրությամբ, որտեղ ներսում ակնհայտորեն իրանք խնդիրներ չունեն։ Եթե իրանք գնան այդ քայլին, դա կլինի ինքնախոստովանական ցուցմունք իրանց կողմից։ Թե կգնան, թե չեն գնա, ես նման տեղեկություն չունեմ։ Եթե խելք ունենան, այսպես ասեմ, նորից եմ ասում, չեն գնա, որովհետև սա, գիտեք, կան ինդիկատորներ։ Այսինքն դու սրանով բացահայտում ես խնդիրների առկայությունը։ Այդ պարագայում հանկարծակի բերելու համար էսպես չեն այսօրվա դրությամբ գիտեք ոնց է, այսպես ասած, նման վտանգ ես իշխանության համար ընդդիմության կողմից չեմ տեսնում։ Խոսենք նաև ընդդիմության շրջանում եւս բավականին ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։ Սամվել Կարապետյանի համակիրները արդեն հայտնել են քաղաքական ուժ հիմնադրելու մասին եւ նրանց շարքում մենք տարբեր հին ու նոր դեմքերի ենք տեսնում։ Շաբաթօրն էլ նրանց հանրահավաքներ։ Մինչեւ այժմ մեր ձևով շարժման կողմից ձեռնարկված քայլերը որքանով է արդյունավետ համարում եւ այս ուժը կարող է այլընտրանք դառնալ մեր հանրության այն հատվածի համար, որը թե Նիկոլ Փաշինյանին է մերժում, այսպես ասած, եւ նաեւ նախկին իշխանություններից որևէ մեկի վերադարձը չի ցանկանում։ Նայեք, ասենց պատասխանեմ հարցին։ Այն հարցին կարող է թե չի կարող, առաջի օրվանից ասել եմ, որ կարող է, որովհետև ունի ֆինանսական ռեսուրսներ, ունի մարդկային ռեսուրսներ, թե կունենա խելք ճիշտ այդ ամբողջը համադրելու եւ ստեղծելու իրական մեխանիզմներ տապալելու Նիկոլ Փաշինյանին, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Բայց այն, որ ռեսուրսները առկա են, դա փաստ է։ Այլ հարց, որ այն ինչ որ մենք այսօր մինչ օրս տեսնում ենք, դա կարելի ասել եղած-չեղած մի հաշիվ է։ Մոտավորապես գիտեք ոնց է, դա նման է հենց որ դու գիտես ոնց է, սկսնակ ձևով մտնում ես քաղաքականություն, ես փորձում ես այդ սկսնակի դիրքերից սովորել, թե ինչ է քաղաքականությունը։ Բայց հարգելիս, գիտես ոնց է, այն որ դու սկսնակ ես, դա ոչ մեկի, այսպես ասած, չի հուսում։ Հատկապես Փաշինյանին։ Հատկապես այո, Փաշինյանին եւ իր թիմին։ Իրանց համար բացառապես նշանակություն չունի, որ դու սկսնակ ես։ Դա որ դու սկսնակ ես, դա չի նշանակում, որ ինչ որ մեկը քեզ ֆոռա է տալու։ Հասկանում ես։ Բարի եղի մտնել մի անգամից այլ տեղերում մարզվել եւ որպես պրոֆեսիոնալ մտնել հայկական քաղաքական դաշտ։ Իսկ այն որ մենք տեսնում ենք, նայեք, նման քայլերով օրինակ Հայաստան դաշինքը, չէ, ինչ որ ասենք, ասես սկսնակի քայլերով մտավ, փորձում էր սովորել ինչ բանա անդիմություն լինելը։ Ինչ բանա ընդդիմության դիրքերից հանդես գալը։ Դե եղել էին իշխանություն, բայց ընդդիմության դիրքերից իշխանություն վերցնել դա լրիվ ուրիշ բան է։ Իրանք շատ երկար ընդդիմության մեջ դեռ իրանք իշխանություն էին զգում։ Դրանք մինչև որ սովորեցին, որ չէ, իրանք ընդդիմություն են։ Ու ինչա իրանք մտածում են, որ եթե իրանք ընդդիմության մեջ սկսնակ են, ապա իրանց նկատմամբ ինչ-որ ներողամիտ վերաբերմունք ա լինելու, իհարկե չէ։ Եվ դուք արդյունքը տեսաք։ Հիմա նույնը այս թիմի առումով։ Հարգելիներս այլ տեղում լավ մարզվեք, մի անգամից որպես պրոֆեսիոնալ մտեք դաշտ։ Թե չէ, եթե դու մտնում ես դաշտ սկսնակի, որ այ գիտես, սա գնդակ է, այսա վառոտ է, հասկանում ես։ Այն դիմացի թիմը չի սպասել, որ դու մինչև սովորես, որ դա վառոտ է, սա գնդակ է, որ այս խաղացող է, հասկանում ես։ Դնելու է ջնջխի անցնի բրովդ։ Բայց այնուամենայնիվ իշխանությունը այս ուժի մեջ իր համար վտանգ տեսնում է, քանի որ ես օրերս Արամ Սարգսյանի հարցազրույցն էի լսում, վերջինս այնտեղ ասում էր, որ Հայաստանի իշխանությունը պետք է Մոլդովայի օրինակին հետևի եւ մի շարք ուժերի գրանցումը առհասարակ ցույց տա, այստեղ բնականաբար այս ուժին նկատի ունեն։ Դուք Արամ Սարգսյանի դավալույի հանճարեղ բան։ Իրենք ոնց է, իրան մի քիչ մեկնաբանելը ոնց ասեմ ձեզ մի քիչ շատ մեծ չէ լավ շռայլություն մենք հավանաբար ի զորու չենք հասկանալ այդ հանճարեղ անձնավորությունը դա պետք է երևի դավալույում ծնվես այնտեղի ջուրը խմես այնտեղի դաշտերով վազես որ հասկանաս այդ հանճարեղ մտքերը ես ի վիճակի չեմ իսկ վտանգ տեսնում են այս ուժից նայ վտանգ տեսնում են ինչ առումով այն ինչ ես առաջի օրվանից ասել եմ
կա փող, կա ռեսուրսներ։ Հիմա այս փողից, դաժե ոնց ասեմ քեզ 100 անգամ պակասը մի հատ քաղաքական հմուտ ձեռքերում հայտնվեր, այս իշխանություններին հանելու էին մայրուղի։ Հիմա այս տղաներն էլ ասենք դեռ անփորձ են, բայց հիմա կարող է ասենք այնտեղ հայտնվեն վարպետներ, որոնք օգտագործելով այդ փողը, այդ ռեսուրսները, այս իշխանությունների համար, այսպես ասած, սկսվի մղձավանջ։ Որտեւ դա կա։ Հիմա նայեք, ասենք շատ կոպիտ ասած, նայեք, պատկերացա պատից կախածա հրացանը, ռեսուրսա, չէ։ Հրացանը ընդունակա կրակել։ Հրացանը ընկնում է մեկի ձեռը, որը կրակել չգիտի։ Բայց քանի որ կա հրացանը, կարա հայտնվի պրոֆեսիոնալ կրակողը։ Եվ իրավիճակը դուրս գա։ Եվ իրավիճակը տեղում, այսպես ասած, հաշված օրերի ընթացքում փոխվի, որտեղ ռեսուրսը կա։ Եվ դրա համար առաջի օրվանից ես դա բացատրել եմ, որ իշխանությունը ինչի է այս մարդկանց մեջ վտանգ տեսնում, որտեղ կա ռեսուրսը։ Օրինակ, նայեք, դարեր շարունակ, եթե նայում ես քաղաքական պատմությունը, ուրեմն միշտ եթե կա վտանգ, գլխանց կանխում, վերացնում էին։ Օրինակ, եթե մարդը կրում էր, ասենք, թագավորական արյուն, եւ արդեն թագավորի համար, ասենք, մրցակից էր, ասենք, իր եղբայրներ, եղբոր տղաներ, վերացնում էր։ Ոչ թե որ նա ընդունակ է, նորացին ելներ վերացնում էին, ճիշտ է։ Օրինակ, նայեք, Օսմանյան կայսրությունում դա օրենքով էր անգամ սահմանված, կոչվում էր Ֆատիի օրենքը։ Ֆատիի օրենքը նախատեսում էր, որ եթե սուլթանը նշանակվեց, իր բոլոր մնացած անձանց, ովքեր պոտենցիալ կարան համարվել սուլթանական այս չալմա կրողը, իրանց մահապատժի են ենթարկում։ Բազմաթիվ սուլտաններ լացելով, ասենք, իրանց եղբայրներին մահապատժի այդ որոշումն են կայացրել, դա հիմա նորացին երեխա է, բայց պոտենցիալ իր մեջ այդ վտանգը կա, հասկանում ես, որ կարան ինչ որ խմբեր այդ նորացին վերցեն, սարքեն դրոշակ, սարքեն այլընտրանքային սուլթան։ Ու դրա համար կանխվում էր։ Հիմա քաղաքականության մեջ, հիմա Նիկոլ Փաշինյանի դեմը հայտնվել են մարդիկ, ովքեր ունեն ահռելի մեծ քանակությամբ փող, իր վերահսկողությունից դուրս փող, որտեղ այն ինչ որ իրանք ունեն Հայաստանում, ու Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկել, սա բոլորը հասկանում են, որ դա ինչ որ կրճոններ է, հասկանում եք, որը այդ մարդկանց չի էլ հուսում անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը ամբողջովին դա տանի, իրանց տուն։ Այդ մարդիկ ունեն Նիկոլ Փաշինյանի ու իր ծառայությունների վերահսկողությունից դուրս ահռելի մեծ գումարներ։ Հենց սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը իրանց դեմ պայքարում է ոչ թե քաղաքական մեթոդներով, այլ իրանց դեմ պայքարում է բանդայի մեթոդներով։ Այդ խմբի, այսպես ասած, առաջնորդին ինքը վերցել է գերի, պատան եւ պահում է ԱԱՑ մեկուսարանում։ Բոլորի համար ցանկացած քիչ թե շատ իրավաբանի համար բարձա օրենքից դուրս ձևերով։ Հենց սրանով է պայմանավորված։ Եթե այս մարդիկ չունենային այդ ռեսուրսները, փողերը, բարձա Նիկոլ Փաշինյանը իրանց հետ այսպես կփորձեր քաղաքականություն խաղալ։ Բայց ինքը հասկանում է, որ եթե այս մարդիկ կիրառեն ճիշտ ձևով այդ ռեսուրսները, իր համար կսկսվեն լավագույն, այսպես մեղմ ասած, սև օրերը։ Իր եւ իր թիմի համար։ Հիմա թե այս մարդիկ կունենան այդ հմտությունները, որ եթե իրանց խելքը չի հասնում, իրանց առաջնորդնել մեկուսացված է դիմել վարպետներին, դա, այսպես ասած, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Այսօրվա դրությամբ իրանք, այսպես ասած, եթե նայում եմ, ինչ որ ասենք քաղաքական փոքրիկ գաճաճների ինչ որ թիմեր են հավաքել, լուրջ վտանգ, որը չի որը այս պահի դրությամբ իշխանությունների համար որևէ առումով լուրջ վտանգ չի։ Իսկ եթե այդ վտանգը այնուամենայնիվ ներկայացնեն իրատեսական համար 1, որ նրանց չգրանցեն այս սցենարը տեղի ունենա, որը Մոլդովայի։ Գիտեք ոնց է, եթե իրանք ռեալ ունենան այդ հմտությունները, այդ ուժը, կարող են չնայեն կգրանցեն իրանց, չեն գրանցի իրանց։ Եվ խնդիրը ընտրությունների չհասնի։ Դե 1000 ու մի առավել եւս որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր այս վերջի ամիսներին կոչ է անում, ասում է ես խնդրում եմ եկեք արեք հեղափոխություն։ Ինչ որ մեկն է կարող է, չէ, ասի վերջի վերջո
Եկտի վարչապետը, բայց այսքան տանջվում է, գոռում է, դիմում է։ Խնդրանքը չմերժենք, անենք ցույց տանք ձեռը։ Եվ պարոն Կիվիրյան, Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարեց, որ վերացրել է դեպի Հայաստան բոլոր տեսակի բեռների տարանցման սահմանափակումները, ինչով եք պայմանավորում Ալիևի այս որոշումը, կարող ենք սա գնահատել ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցություն վերջինիս դիրքերը ամրապնդելու համար։ Դե ակնհայտ է, որ Ալիևը վերջի ամիսներին ամեն ինչ անում է, որ օգնի Յոլդաշ Նիկոլ Փաշինյանին վերընտրվել։ Այստեղ դա չի հարցը։ Հարցը այլ բանում է, թե ինչով է փոխհատուցելու ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը։ Նման ծառայությունները քաղաքականության մեջ միակողմանի երբեք չեն լինում։ Դրանք երկկողմանի են լինում։ Դու քեզ։ Հիմա իրանք ամեն ձևով, նայեք, Վաշինգտոնում այդ թուղթն էր, որ քանի ամիս Նիկոլ Փաշինյանը ընկած ադրբեջանցիների հետևից վազում էր, չէ՞ որ մի հատ ստորագրեք էլի։ Նախաստորագրեցին, որը ոչինչ իրավական առումով չի իրենից ներկայացնում, բայց Նիկոլ Փաշինյանը ամպագորգոր դրանից հետո գոռում է, որ այս սա խաղաղությունն է, հասկանում եք։ Արդեն հաստատված է։ Հիմա դրանից զատ ադրբեջանական կողմը նմանատիպ, բազմաթիվ ռևերսներ է անում, որը այսպես ասած որևէ առումով իր համար խնդիր չի, բայց փոխարենը որպեսի Նիկոլ Փաշինյանին հետո ցուցակով ներկայացնի, ասի տղա ջան, նայ, օգնեցի, չէ՞ որ դու վերընտրվես։ Դե հիմա ժամանակն է, որ դու էլ քո կողմից այն ռուսերեն բառկա, չէ, ասում է պլատիտ по счетам։ Այդ ձևով փոխհատուցես քո վերընտրվելը։ Իսկ դա արդեն կգնա Հայաստանի ջանից։ Այն ինչ որ օրինակ Ալիևը տալիս է, իրականում դա փուչիկներ են, որը ուղղակի Նիկոլ Փաշինյանը կարողանում է հրամցնել փողոցներին։ Իսկ այն ինչ որ ինքը կտա, վստահ եղեք, որ կլինեն ոչ փուչիկներ, դա կլինեն իրական Հայաստանից ջանից կտրված իրական զիջումներ։ Իսկ իրատեսական համարում եք, որ Ալիևը ընտրություններից առաջ փաստաթուղթը ստորագրի արդեն, թե մինչև սահմանադրության փոփոխությունը տեղի չունենա, դա պետք է բացառենք։ Հաշվի առնելով, որ իրեք ոնց է, հիմնականում ադրբեջանական կողմը ինչ ասում է, այդպես էլ վարվում է, ապա իրանք, այսպես ասած, ձեր ասած քայլին չեն գնա մինչև ընտրությունները։ Պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Կհանդիպենք։